Երեկ Սամվել Կարապետյանից Փաշինյանը խլեց հեծի լիցենզիան, այսօր կրկին զրկեց ազատությունից։ Ինչու հակակոռուպցիոնի դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց գործարար բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգել 2 ամսով։ Ինչ նոր պատճառ կա, ինչ հանգամանք, վստահ եմ ինքն էլ կդժվարանա ձևակերպել։ Իրական պատճառը դարձյալ Նիկոլի այդ վախն է։ Ես քաղաքականով չեմ կարողանում հարց լուծեմ, իրավապահ համակարգ, գործիք կպի։ Սամվել Կարապետյանն ունի անուն, հեղինակություն, հարգանք է վայելում, դեռ մի բան էլ իրեն հակառակ եկեղեցուն է պաշտպանում, ուզում են ընտրությունների մասնակցել, ուրեմն այլ տարբերակ չունի Նիկոլը, իրավապահ համակարգ, հələ կպի գործիք, բանտ։ Սրանք ուզում են կալանքի տակ պահել այնքան, որ մինչև ընտրություններ ազատության մեջ չլինի, դատական նիստեր էլ չլինեն, հանրությունը չտեսնի, գործը չփլվի։ Բայց վստահեցնում եմ, սաղ ժողովուրդն էլ գիտի ինչ է կատարվում ու դատապարտում է։ Սամվել Կարապետյանի գործը պատահական դատավորի չի մակագրվում ու եթե մեկին մակագրվեց, ըստ իս այդ մակագրումը արդեն իսկ նշանակում է, թե այդ դատավորից ինչ է պահանջում Նիկոլը։ Նիկոլին տանեկան կայքը եւ անձնական կուսակցությունը արդեն վաղուց էին գրել, որ կալանքը երկարաձգվեց։ Ըստ երևույթին դատավորին ստիպելու համար, թե ինչ որոշում է Փաշինյանն իրենից սպասում։